Բայց այս հարգելի բարեկամներ, գյուղատնտեսությունը Հայաստանի համար ունի կարևորագույն նշանակություն։ Դա մի ոլորտ է, որը ապահովում է պետության սննդային անվտանգությունը եւ հենք է հանդիսանում ինչպես կարևորագույն ոլորտ պետության զարգացման եւ անվտանգության համար։ Այսօր ես ստուդիայում հրավիրել Ագրարային համալսարանի ագրոկենսատեխնոլոգիա գիտական կենտրոնի բաժնի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու դոցենտ Արամ Միքայելյանին։ Բարև պարոն Միքայելյան, շնորհակալություն հրավերքս ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Պարոն Միքայելյան, որքանով որ ես հասկանում եմ, քիմիական կենսաբանությունը շատ ակտիվ եւ կարևոր դեր են սկսել խաղալ ագրարային, այսպես ասած, ողջ գիտական դաշտում եւ կատարվում են ինչպես կարևորագույն հիմնարար հետազոտություններ այդ ոլորտում, այնպես էլ զուտ կիրառական։ Ես կխնդրեի մի փոքր ներկայացնեք, թե ինչով է զբաղվում ձեր խումբը կոնկրետ եւ այդ հետազոտությունների կարևորությունը ինչպիսին է Հայաստանի կոնկրետ ագրարային դաշտի եւ այդ գիտահետազոտական կոմպլեքսի համար։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, ողջույններս ձեր լսարանին։ Փորձեմ մի քանի խոսքով ներկայացնել մեր գիտական կենտրոնի, ագրոկենսատեխնոլոգիա գիտական կենտրոնի բաժնի ակտիվության վերջի տարիների ակտիվ աշխատանքների կամ աշխատանքների ուղղությունների հետ կապված։ Ինչպես արդարացի նշեցիք, այո, ագրարային ոլորտը կարևոր է, խիստ կարևոր է ցանկացած երկրի, առավել եւս Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման, սննդային անվտանգության, մարդկային ռեսուրսների զբաղվածության շրջաններում, նաև ինչու ոչ այցեքարտ կարող է հանդիսանալ արտահանման տեսանկյունից, բարձունակ ապրանքներ արտադրելով։ Ինչեր առումով դա արդեն կա։ Դա արդեն կա, այո, եւ իհարկե դա խորացնել ու ինտեգրվել միջազգային շուկային երևի կարևորագույն խնդիրներից մեկն է։ Այս ոլորտում վերջի տարիներին զարգացումներն ակնհայտ են եւ ամբողջ աշխարհում, եւ մեր հանրապետությունում խելացի ջերմոցներ, նոր մոտեցումներ, փորձման գիտական հանրությունը ինտեգրվի այդ վեկտորի մեջ, հարցադրումների մեջ, սկսած նոր սորտերի, բերքատու տեսակների, հիվանդադիմացկուն, երաշտադիմացկուն բուսատեսակների կամ մշակաբույսերի ներկրումով, դրանց զարգացումով, բազմացումով հանրապետությունում, որպեսզի պահանջարկը փակվի, մինչև ամենակարևորը նաև այդ մշակաբույսերի հետագա աճի համար անհրաժեշտ անվտանգ, ինչքան հնարավոր աշխարհը գնում է դրան, ինչպես տեսնում ենք, աստիճանաբար, լրիվ հրաժարվել դեռ ու երևի թե հնարավոր էլ չի սինթետիկ պատրաստումներից, բայց որքան հնարավոր է օգտագործել օրգանիկ, այսպես ասած, կանաչ գյուղատնտեսության սկզբունքներին համապատասխանող պատրաստումներ։ Այստեղ մեր խումբը ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնում արդեն իրականացնում ենք 2 ծրագիր։ Թիրախը վերցված է հանրապետությունում առկա գյուղմթերքի վերամշակման, գյուղատնտեսության, գյուղատնտեսական արտադրությունների, թափոնների հենքով, ընդ որում անկեղծ ասեմ, ամբողջ աշխարհում դա անում են։ Դրանց վերամշակման արդյունքում ստանալ պատրաստումներ, թիրախային կիրառման միջոցներ, որոնք զերծ լինելով սինթետիկ քիմիայի բացասական ազդեցության, այսպես ասած, հատվածից, ունենան դրական գործոն, ազդեցություն սննդի անվտանգության, բերքատվության բարձրացման, ինչու՞ չէ հանրապետությունում քիչ ոռոգվող հողերի, աղակալած հողերի, գյուղատնտեսական շրջանառությունից ինտենսիվ չներառված հողատարածքների ավելի արդյունավետ օգտագործման համար։ Եթե խոսենք կոնկրետ խմբի հետ, ուղղակի խմբի աշխատանքը խիստ ինտեգրված է նաև կենտրոնի աշխատանքների հետ։
կենտրոնում փոխհամագործակցության իրար հետ, այսպես ասեմ, թիրախնդրելով վերջնարդյունքը տարբեր լաբորատորիաներ, խմբեր, դա սինթետիկ կենսաբանության հատված, դա ջերմոցային տնտեսություն ժամանակակից, մեր բաժինը, անալիզիկ հնարավորություններ, այստեղ, չգիտեմ, պիտի առիթը չկորցնեմ, շնորհակալություն հայտնեմ մեկ անգամ եւս գիտության կրթության կոմիտեի, այո, իրապես արգասաբեր աշխատանքին այդ ժամանակակից սարքերով ապահովելու մրցույթային հենքով խիստ գիտեք, երևի եկեք այդ դրա մասին խոսանք, ես նախորդ իմ զրույցը անցայի կացնում պրոֆեսոր Թրջունյանի հետ, ով գիտեք կենսաբան է, եւ զրույցի ժամանակ մենք նշեցինք, որ դա էական նշանակություն ունի, հատկապես կենսաբանության եւ կարծում եմ նաեւ քիմիայի ոլորտում, որովհետեւ այդ ոլորտները էապես պայմանավորված են սարքերի հագեցվածության աստիճանով։ Այս վերջի տարիների ընթացքում ինչպիսի կարևորագույն ձեռքբերումներ եք դուք ունեցել եւ որքանով է դա նպաստել այդ աշխատանքներին։ Հայտերը մրցույթների հետ կապված ձեզ տեղյակ եք բարբերաբար ամեն տարի եւ ստորաբաժանումների եւ կենտրոնների վերազինման, թարմացման ժամանակակից սարքերով ապահովելու նման մրցույթներ հայտարարվում են, եթե սկզբում քիչ մտավախություններով վախով էինք մոտենում աստիճանաբար եւ հայտերի ձևակերպման պահանջների հետ կապված եւ արդյունքը տեսնելով, որ իրապես նշանակալի քանակությամբ եւ արժեքով սարքավորումներ են տրամադրվում կենտրոններին, մեր կենտրոնն էլ ունի նման ձեռքբերումներ, ձեռք ենք բերել եւ անալիզիկ սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս բերքի ընթացիկ որակի վերահսկման, սա կարեւոր է, այսինքն արված աշխատանքների արդյունքը ընթացքում հետազոտական աշխատանքներ են, այդ արդյունքը կամ ընթացքը կարողանալ գիտահեն կերպով ժամանակակից սարքերով նկարագրել։ Սարքավորումներ, որոնք հնարավորություն կտան հողի, ջրի, սնուցող տարատեսակ միջավայրերի բաղադրակազմի որոշման համար, սինթետիկ կենսաբանության լաբորատորիան ձեռքաբերել, այսպես ասեմ, ֆանտաստիկ սարքավորումներ, որոնք գենետիկական հետազոտություններ անելու հնարավորություն են տալիս, կարևոր է նաև վեր են հանում հայկական ու Հայաստանի տարածքում առկա այսպես ասենք էնդեմիկ կամ ինչ որ սորտեր, սորտատեսակներ, որոնց հատկությունները պետք է նկարագրել, դրական հատկությունները գենային մակարդակով օգտագործել նաև նոր տեսակների զարգացման համար։ Կոնկրետ մեր բաժնում մենք փորձեցինք այդ թիրախը, որ ասեցի, գյուղատնտեսական թափոնների վերամշակման, առաջի հայացքից այդ խնդիրը, այսպես ասեմ, միջազգային տերմիններով ցիրկուլյար էկոնոմիա, ռուրալ էկոնոմիա, այսինքն տեղական տնտեսություններ եւ շրջանաձև տնտեսություն ասած։ Կարելի է հասկանալ, որ դա այն է, որ դուք ստանում եք բերքը, այնուհետև մշակում եք եւ բերում հասցնում եք մինչեւ վերջնական ապրանքի։ Դրա տակ ենք հասկանում ցիկլիկը, թե ինչ որ ուրիշ բան է դրա։ Այլ առումով այդ ցիկլ, ասածը ցիկլիկ տնտեսության հետ կապված, շեշտադրումը սկլներ հետեւյալին, օրինակ ջերմոցային տնտեսությունները բերքահավաքից հետո բուսական մնացորդների հետ կապված խնդիրներ։ Հա։ Այս խնդիրը կա նաև քաղաքային տնտեսությունում, այդ տերևները այրել եւ այլն, հա, արգելվեց։ Լավ, ինչ անել։ Նա կոմպոստավորումը, այո, բաց տարբերակ չի, ավանդական տարբերակը, լայն կիրառումը, կարող ամեն փոքր տնտեսություն դա անել, բայց կա հնարավորություն դրանից ստանալ հավելյալ արժեք ու որակ ներկայացնող արտադրություն։ Կարելի է ասել, որ դա թափոնների վերամշակման հարց է դառնում։ Ըստ էության, այո։ Գյուղատնտեսական թափոնների եւ սննդի արտադրության օրինակ Հայաստանում զարգացած նաեւ գինեգործության թափոնների հետ կապված։ Գինեքարը հասկանալի է։ Խաղ օրինակ ամենապարզ։ Լայն սպեկտր կա, այդ սպեկտրը ավելի քան իրացված չի։ Չեմ ուզի ասեմ, բայց պիտի ասեմ, սովետական տարիներին կար գինեթթվի գործարան Երևանում, տարածաշրջանային։
հավաքագրվում էր ոչ միայն Հայաստանի, այլ նաև Վրաստանի, Ադրբեջանի, Հյուսիսային Կովկասում գինեգործարանների թափոնները վերամշակվում էր գինետություն լայն պահանջարկ վայելող պրոդուկտ է, այսպես ասենք, կիրառությունի, դեղանյութերի արտադրությունից, սննդի արտադրություն եւ այլն, տարբեր ոլորտներում։ Խնդիրը որն է, Հայաստանը այսօր չունենալով լոգիստիկ, բայց նույնիսկ արտահանելն է խնդիր։ Գինե քարը ինքը տեխնիկական վիճակում լինելով արտահանելը արժեք չի։ Այո, դա պետք է կազմակերպել տեղական վերամշակման ինչ որ առաջնահերթություններ, հնարավոր կիրառման վեկտորներ գտնվել։ Մեկը դա էր, որ հենց գինետիվի հենքով մշակվեցին պատրաստուկներ, որոնք ունեին համակցված ազդեցություն փորձեցինք այդտեղ համադրել նաև գյուղացու համար, ֆերմերի համար, հողօգտագործողի համար հարմար պատրաստուկ լինի, դա արտարմատային սնուցման, տերևային ցողարկման համար, միկրոսնուցող տարեր, բակտերիալ հիվանդությունների, սնկային հիվանդությունների դեմ պայքարի միջոց, աճի խթանիչ, պատրաստուկը արդեն այսպես ասենք փորձարկումների լայն փուլ անցել, բավական հետաքրքիր եւ ֆինանսական եւ տնտեսական առումով եւ արդյունավետության տեսանկյունից դրական ցուցանիշներ է ցույց տալիս մոտ ժամանակներս երևի պաշտոնապես նաեւ գրավությունը կանենք։ Շատ լավ է։ Այսինքն դա ըստեյության կարող է ինչպես նաեւ պրոդուկտ ներկայացվի շուկա։ Ըստեյության արդեն պրոդուկտ է։ Արդեն պրոդուկտ։ Պաշտոնական։ Շատ լավ։ Խնդիրը որն է մշակվեց բազային բաղադրություն եւ այդ բազային բաղադրության հենքով այժմ թիրախային կիրառության, ունենք հապալասի մշակման համար որոշակի նեղ հատկությունների փոփոխման, թթվայնություն, միկրոտարերի որոշակի պարունակություն յուրահատուկ։ Այսինքն կարելի է այս նույն բազային մշակված բաղադրատեսակը դարձնել մի քանի արտադրանք։ Բարի։ Այսպեսի մի կարևոր հարց, պարոն Միքայելյան, շատ հաճախ, երբ Հայաստանի գյուղատնտեսության մասին խոսում են, երկու կարևոր հանգամանք են նշում։ Առաջինը, որ իրոք մեր, այսպես ասած, էնդեմիկ, մեր լեռնաշխարհին բնորոշ բանջարեղենը եւ մարգերը չափազանց բարձր որակ ունեն եւ շատ բարձր գնահատվում են արտասահմանում, ես դա կարող եմ իմ սեփական փորձից ելնելով ասել, որովհետեւ ես երկար տարիներ Պետերբուրգում էի նաև աշխատում եւ հիշում եմ, որ այնտեղ ինչպիսի բարձր գնահատական էին տալիս հենց հայկական գյուղատնտեսական ապրանքներին։ Սակայն մյուս կողմից կա խնդրեմ, որը պայմանավորված է քանակի։ Այդ ասենք ասենք սակավականակ է այդ մթերքների ծավալները եւ հետեւաբար մենք ի վիճակի չենք լինի օրինակ բաց սահմանների պարագայում մրցակցել նույն Թուրքիայի հետ։ Այդ հարցը ինչ որ գիտական լուծում ունի, կա հետազոտություն, որը բերքատվության աճի հետ կապված է եւ կարող է ինչ որ մի լուծում տալ։ Չի ուզի ներկայանամ որպես նեղ, այսպես ասեմ, մասնագետ հենց այդ ոլորտում, բայց ունեմ իմ կարծիքը անխոս երկրի տարածքը չէ որ որոշիչ է եւ նույնիսկ բնակլիմայական պայմանները նման գյուղատնտեսական որակյալ արտադրանք տալու առումով դա չի որոշիչ գործոնը աշխարհում օրինակները կա Իսրայելի օրինակը, Նիդերլանդների օրինակը փոքր տարածքով ոչ բարենպաստ Իսրայելի դեպքում նաև ջրի մեծ խնդրեմ ունեն, բայց հատուկ համակարգ են ստեղծել։ Այո, այստեղ ժամանակակից, այսպես ասենք, գիտության եւ տեխնոլոգիաների նոր ձեռքբերումներ, ինչու՞ չէ նաև հայ գիտնականների կողմից մշակված ներդրման հետևանքով, այո, անխոս կարելի է ունենալ ինվեստիցիոն գրավչյա միջավայր, որը հնարավորություն կտա նման լայնածավալ գյուղատնտեսական արտադրանքների ստացման համար։ Վստահ եմ, ավելի քան վստահ եմ, որ օրինակ գինեգործության առումով այստեղ հեկտոլիտրները չեն, կարելի է վերցնել ուղղակի որոշակի թիրախային տեսակի, ինչու՞ չէ նաև միջին արժեքից ավելի թանկ, շուկայի որոշակի հատված գրավելու համար։ Ու դա բավարար լինի, որ գինեգործության համար Հայաստանում պահանջարկի։ Ես հիշում եմ
ինչպիսի հպարտություն ապրեցի, երբ Հռոմում նրանք շատ մեծ այդ ֆուդ կորտերը որ կան մեր մոտ նույնը կար, ես հայտնաբերեցի հայկական գինիներ, պորտուգալական, իսպանական գինիների հետ մեկտեղ կային հայկական գինիներ։ Եվ դա շատ ուրախացնող հանգամանք էր, որովհետև այդ շուկան սկզբունքորեն համարվում էր ինչ-որ ժամանակ փակ մեր համար։ Այո։ Անխոս դրական քայլեր են։ Այդտեղ կարելի է լրացուցիչ եւ խաղաղագործության ցանքատարածքներն ավելացնելով եւ մշակման տեխնոլոգիաների ժամանակակից նաեւ որոշ դեպքերում նույնիսկ ավանդականը բարելավելով, որպեսզի յուրահատկությունն ընդգծվի այդ գինու տեսակի, դա կարևոր է շուկայի համար, գրավել այդ թիրախային շուկաները որոշակի գնով։ Հիմա իզուր չի ասում նաև այդ գյուղատնտեսական թափոնը, այստեղ այո ցիկլ է, գյուղացին եւ պարարտանյութի, եւ բուժանյութերի, եւ այսպես ասենք ապրանքի իրացման, այս ամբողջ շղթայում երևի թե սերմանյութի, ցանքսանյութի հետ կապված որակյալ, այս ամբողջ շղթայում հաճախ ասել, որ միայն պետության խնդիրն ապահովել է, կան նախարարություններում բաժիններ եւ այլն, բայց այստեղ ընդհանուր տեսլականը պետք է մի հատ նախ ձևավորվի, դրա հետ կապված ներքին ռեսուրսների մոբիլիզացման ինչ աշխատանքներ կարող են տարվել եւ անխոս ինվեստիցիաներ, ներդրումներ դրսից, որտեվ ֆինանսական առումով ես դեռ չգիտեմ, ես չեմ այդ ոլորտի մասնագետ չեմ, բայց լայնածավալ նման փոփոխություններ տնտեսական անելու համար երևի թե կարիք կա։ Մեծ ներդրումներ է պահանջում այդ բանը, հա։ Համակարգված ներդրումների, ես չի ասի մեծ, օրինակ կբերեմ ցես։ Այ հիմա բոլորից շատ լավ հայտնի է պարարտանյութերի շուկայի այս վայրիվերումները ծոցի Պարսկաստանի։ Այո։ Խիստ ամբողջ հանրադարձել ամբողջ աշխարհի եւ գյուղատնտեսական եւ ընդհանուր տնտեսական պատկերի վրա մոտ արդեն 2 տարի է շրջանառվում իմ խմբի արտասահմանյան գործընկերների հետ մշակել ենք մի նախագիծ Green Urea, կանաչ միզանյութ։ Այնպես չի, որ դրա տեխնիկոտնտեսական կամ գիտական հենքերը մենք ենք մշակել, ոչ։ Լայնորեն ներդրված աշխարհի տարբեր երկրներում։ Այո, դրա գինը քիչ թանկ է, քան այսպես ասված մոխրագույն ամոնիակը եւ միզանյութը, որը ստանում են գազից։ Հայաստանը չունի այդ գազային, մենք դեռ այդ միջանց, այսպես ասենք, գազի տեղափոխման, եթե ընդհանուր գլոբալ համակարգերին միանանք, բայց ինչի համար ամբողջ աշխարհում դա արդեն արտադրվում է դժվար, թե չեմ պատկերացնում, որ մի մեծ հզորությամբ գործարան տարեկան 100,000 տոննա տարի արտադրողականությամբ Հայաստանում կառուցվի գազի հենքով ու միջազգային շուկայում միգուցե կարողանանք վաճառենք, ես այստեղ չեմ ուզում խոր վերլուծություններ արած չի, բայց կանաչ ամոնիակը սա արևային էներգիայով լրիվ ներքին հումքայի ամենայն դեպս մեր համար կարող ենք ապահովել այդ պահը, հա, անխոս ու տնտեսական առումով, երբ որ հետաքրքրվում է շուկայում, նման մի տեղակայանք 10,000 տոննա տարի արտադրողականությամբ, իսկ սա արդեն որակ է պարտանքի շուկայում։ Կարիքները կարող է ծածկել, անխոս չի, մոտ 30-40,000 տոննա տարի է ընդհանուր ազգական պարտանքերի ընդհանուր պահանջարկը, բայց սա շատ բան կփոխի։ Սա սպեկուլյատիվ գների տատանումները կփոխի, սա կփոխի այդ նման վայրիվերումների միջազգային շուկայում տատանումների դեպքում գնային հարթակ ունենալու։ Եվ ամենակարևորը իմ տեսանկյունից, սա հենքը բյուրեղացման կենտրոնն է արտադրական, քիմիական արտադրությունների փոքր արդարացված հիմնելու եւ դրանց հնարավոր այլ ճյուղերով ազոտական թթու, որը
երկակի նշանակությունից սկսած, վերջացրած բազմաթիվ այլ պահանջարկված ուղղություններ կան։ Ինքնածախսածածկումը 4-ից 5 տարի նորմալ ինքնածախսածածկման գործակիցը քիմիական արտադրության համար ժամանակ չի։ Դա մեծ ժամանակ չի, հա գումարային առումով էլ 15 միլիոն դոլար է, բայց սա ժամանակակից այսօրվա տեխնոլոգիական պահանջներին բավարարող կրթական հարթակ կարող է հանդիսանալ ինժեներական նաև կադրեր ստեղծելու ու զարգացնելու համար։ Հուսով եմ այդ արձագանքները կլինեն եւ նախարարությունում կլինեն, նաև ներդնողները, այստեղ միայն նախարարություն չի, նախարարությունը միգուցե պետք է ստեղծի, այսպես ասած, գրավիչ խաղի պայմանները, այսպես ձեզ ասեմ, որպեսզի ներդնողը ունենա այդ երաշխիքները մոտակա ապագա տարի։ Այսինքն իրեն ապահովագրված է, այո, իրան ապահովագրված է։ Պարոն Միքայելյան, այդ դեպքում, քանի որ մենք խոսեցինք ըստ էության ինքնաապահովման այդ հարցերի շուրջ, միգուցե սա ձեր նեղ մասնագիտությունից դուրս է, սակայն սա շաբազանց կարևոր հարց է, էլի, այդ սննդային անվտանգության հարցը։ Որքանով մենք կարող ենք ինքներս մեզ ապահովել սնունդով, որովհետև տեսեք, մեր շուրջ հիմա դրամատիկ իրադարձություններ են տեղի ունենում եւ փաստացի սկսվում է մի process, որի դեպքում ինչ որ սահմաններ են փակվում, ինչպես ուղղակի կերպով, այնպես էլ պարտանյութի դեպքի համար օրինակ այդ պարտանյութը ես գիտեի դրա մասին, որ շատ մեծ խնդրեմ կա, պայմանավորված է Հորմուզի նեղոսի հետ կապված եւ այս պատերազմով Պարսկաստանում։ Որքանով մենք ի վիճակի ենք ապահովել մեր սննդային անվտանգությունը եւ կոպիտ ասած խուսափել սովից, էլի, եթե մի քիչ կոպիտ ասեմ։ Գիտեք, իհարկե շատ ճիշտ շեշտադրեցիք, այդ ոլորտի նեղ մասնագետը չեմ, շփումներս ուղղակի գործընկերներիս հետ, այդ ոլորտի նեղ մասնագետների հետ նախկինում Արցախի գործոնը երբ կար Ցորենի հարցը այնտեղ էր լուծում, չէ՞, ես ինչ որ, հա, ասում էր, որ այդտեղ կարելի է հասնել ինչ որ ինքնաբավության հարցի, չեմ կարող ասեմ կերային եւ այսինքն անասնակերի համար օգտագործվողը սննդային այս առումով կդժվարանամ որ մասնաբաժնով ինչպես հիմա ակնհայտ է, որ այդ խնդիրը սուր դրված է Հայաստանը այս վիճակով այս տարբերակով մեր եղած ցանկատարածություններով ոչ կերային, ոչ էլ սննդային տեսանկյունից հացահատիկի ցորենի այս զարգացման հարցը հրատապ դրված է, գտել այդ լուծումները։ Կարտոֆիլը կա այդ հնարավորությունները եւ ցանկատարածությունները եւ այստեղ երևի սերմացուի սեփական որակյալ սերմացու ունենալու բերքատու դրսից չներկրելու երկրի ներսում սերմարտադրության լայն հնարավորություններ որակյալ սերմարտադրության միավորներ ստեղծելու երևի խնդիրն ավելի շատ հենց մեր կենտրոնը տենց բանով էլ զբաղվում է այս վերջերս էլ մյուս մեր պատրաստուկը որը ցորենի ծղոտի վերամշակումից ստացված ես ակնկալում եի դրական արդյունքներ անկեղծ ասեմ հատե գիտնականը կետահեն հիմնավորումներ կան ինչու այսպես սպասումները գերազանցեցին նախնական տվյալները չեմ ուզում առաջ ընկնել նախնական տվյալները բավական հետաքրքիր են այդտեղ զարգացնելու մեծ հնարավորություններ կան այսինքն այստեղ էլ եւս կարելի է ունենալ ինչ որ մի բազային բաղադրակազմ, այսպես դնեմ ինչ-որ մի արտադրանք, որը թիրախային կիրառության հետ կապված, ամեն մի իր փոփոխություններով, լրացուցիչ նյութերի ներառումով բավական լայն սպեկտր փակել, այ հենց կարտոֆիլի սերմարտադրության, հենց մեր ջերմոցում in vitro-ից էլիտար սերմատեսակների ակնհայտ դրական շատ լավ sense մի հատ արդյունք, բայց դեռ նոր ենք սկսել, դեռ հասցնենք վերջին բերքահավաք, նրա սննդային արժողության, արժեքի գնահատման, անալիզներ արվեն, քննարկումներ, ինչու մեծ արտադրություն չի, փոքր արտադրություններ են, որոնք կարելի է Հայաստանի Հանրապետությունում երևի ամենակարևորը դա է ադապտացնել այդ փոքր արտադրությունները մեր տեղական լուծումներով, մեր, այսպես ասեմ,
այն նորարարությունները, որ մտածել է հայ գիտնականը, այս բաղադրակազմում այսպիսի նոր նյութերի ներառումը, որոնք թանկ չեն, որոնք եւս մատչելի են տեղական հումքային դաշտից, կբերեն որակական կտրուկ փոփոխություններ։ Այստեղ երևի տենց մի բան ունեցանք, ակնկալում ենք, որ կլինի եւ ջրախնայող եւ Գիտեք, ես այդ մի հարցի վրա հատուկ ուշադրություն եմ ուզում դարձնել։ Ակնհայտ է, որ ջուրը այսօր ամենակարևոր եւ թանկ ռեսուրսներից մեկն է։ Ի տարբերություն նույն Իսրայելի, մենք չափազանց հարուստ ենք այդ ռեսուրսով։ Որքանով պետք է ուշադրություն դարձնել այդ ռեսուրսի խնայողության վրա, որովհետեւ դա իմ կարծիքով մոտ ապագայում դառնալու է պետության համար ամենակարևոր ռեսուրսներից մեկը։ Եվ նույնիսկ կա այսպիսի բառեր, որ ապագա պատերազմները ջրային ռեսուրսների համար են լինելու։ Որքանով գյուղատնտեսությունը կարող է այդ օպտիմալացումը իրականացնի, որ մենք խնայողություն ունենանք որոշակի։ Լիարժեք համաձայն եմ ձեր հետ։ Այստեղ եւս տեսնում ենք, մենք առաջինը չենք այդ փորձը աշխարհով մեկ ասում աղի օվկիանոսի ջրի աղազերծումից սկսած տարբեր երկրներ իրենց թույլ են տալի դա անել ու դրանով ոռոգման մեր մոտ երևի խնայողական օգտագործումը եւ այս նորագույն տեխնոլոգիաների եթե կան դրանց կիրառությունը դրանք ոչ միայն կաթիլային ոռոգումն է դա նաեւ ջրակլանող որոշակի այս բնական բաղադրակազմերի օգտագործումը որոնք ժամանակի ինքնագովաց չլինես, վերջի մշակած բաղադրակազմերից մեկը ունի նման հատկություն, գելեր գոյացնելու, բայց կենսապոլիմերներ են, էլի ջուրը կլանելու, հետագայում նաև համաչափ վերադարձնելու բույսին, բայց նաև այդ ընթացքում ենթարկվելու կենսաքայքայման եւ բարելավելու հողի ծնուցող հատկություններն ու միկրոֆլորան։ Այսինքն միաժամանակ կոմպլեքս հարցեր լուծելու նորարարական նյութերի ներդնումը կան աշխարհում նմանները կան ներդնենք դա թանկ են ստեղծենք մրցակցային ավելի մատչելի տեղականը տեսնենք ինչ հումքային հնարավորություններ մեր մոտ կան ըստ էության հենց այդ հարցերով էլ զբաղված ենք փորձում ենք դա էլ հենց այսպես ասեմ կյանքի կոչել, փորձարկել, բարելավել, աշխատանքների ընթացքում թերություններն են բացահայտվում, շտկվում են, ջրի հետ կապված այ հենց անջրդի տարածքներում են, ինտենսիվ ոռոգման կամ ոռոգման համակարգի ներդրումը այնտեղ երևի թե կարիք չկա, բայց սենց տեխնոլոգիաներով, որ գարնանային անձրևների ինչքան հնարավոր է պահպանելով դրանք մշակաբույսի հասունացումը իր վեգետատիվ ցիկլը ավարտին հասցնելու հնարավոր լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն կան պետք է մշակել ներդնել եւ ցանկատարածքները կմեծանան եւ արդյունավետությունը կմեծանա եւ սրանք անվտանգ են այդ ծննդային անվտանգությունը ասվածը խիստ կարևոր գործոն է այսօր եթե միջազգային շուկայի չեմ ուզի քաղաքականացնել, բայց ինքներս տեսնում ենք բարեկամ եւ ոչ բարեկամ տարբեր երկրներ ցանկացած պահի անջատիչը միացնում հասկանալի է նման դեպքերը կբացառեն ոչ լրիվ, բայց այդ ռիսկերը կհասցնեն նվազագույնի մինիմիզացիա կլինի Ես շատ շնորհակալ եմ պարոն Միքայելյան այս հետաքրքիր զրույցի համար Կարծում եմ դուք չափազանց կարևոր հետազոտություններ եք անում, իրոք պետության համար էական նշանակություն ունեցող եւ ես մաղթում եմ հաջողություն ձեզ եւ ձեր թիմին։ Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Շնորհակալ եմ նաեւ ձեզանից եւ ձեր լսարանից շնորհակալ եմ։